Դեպի իրականության նախաձեռնության գաղափարախոսությունը հնարավոր է չհամընկնել ձեր կարծիքի հետ։ Այն տեղեկությունները, որոնք փոխանցվում են, ամբողջովին այլ իրականության վերաբերյալ է։ Տեղեկություններ փոխանցելու նպատակը կայանում է նրանում, որ մեր իրականությանը փորձենք ավելի լավ ճանաչել։ Մի խնդրանք՝ մեկնաբանություններում արտահայտվել բացառապես բանականության սկզբունքով։ Այսօրվա տեսանյութը ուրարտական և միջագետքյան մյուս քաղաքակրթությունների մասին է։ Շատ ցանկալի է տեսնել նախորդ տեսանյութը և հաջորդ տեսանյութը, որը մյուս ամիս կտեղադրվի YouTube-յան ալիքում։ Այս տեսանյութերի շարքը հարկավոր է դիտել հերթականությամբ, որպեսզի ձեզ մոտ ձևավորվի ամբողջական պատկերը։ Միջագետքում դիցաբանությունը սկսվել է շումերներից, հետո փոխանցվել է հուրիներին, հատերին, աքքադներին, ասորիներին, հեթերին, բաբելոնացիներին, ուրարտացիներին, սեմիտներին և հրեաներին։ Ճիշտ է, ժամանակի ընթացքում այն որոշակի փոփոխվել է տարբեր ազգերի կողմից։ Տարբեր ազգերի մեջ աստվածների անունները փոխվել են կամ մնացել են նույնը։ Ասորիների դիցաբանության մեջ գլխավոր աստվածը Ասուրն էր, ով համարվում էր պատերազմի և արևի աստվածը և ասոցացվում էր այծի կամ խոյի հետ, քանի որ մ.թ.ա. 2025 թվականին խոյի դարաշրջանն էր։ Նա Անոյի հայրն էր և ապրում էր հին շումերական Ուր քաղաքում։ Երբ Մարտուկը դարձավ գլխավոր աստված, այդ պատճառով Ասուրը հեռացավ Ուրից և կառուցեց իր անունով քաղաք։ Նա որոշում է ստեղծել հզոր պատերազմող բանակ, որպեսզի իշխեր բոլորին։ Առաջին Ասորի թագավորը Պուզուր Ասուրն էր։ Ի դեպ, այդ ժամանակներում Հայա Էնկին նույնպես ասոցացվում էր խոյի և խոյաձուկի հետ, որը ցույց էր տալիս խոյի անցումը դեպի ձկան դարաշրջան։ Ասորական ամենահետաքրքիր արտեֆակտը ցույց է տալիս, որ այն ժամանակ մարդիկ կարողացել են սուզվել ջրի մեջ՝ արհեստական թթվածնային սարքերով։ Հին սեմիտական ամորհացիների դիցաբանության մեջ գլխավոր աստվածը Դագոնն էր, ով համարվում էր մարդկանց գիտելիքներ փոխանցողը, ում մասին հիշատակումները գտնվել են ներկայիս Սիրիայի տարածքից։ Հին Քանան շրջանի հին Ուգարիդ քաղաքում եղել է իր տաճարը, որտեղ իր համար զոհաբերություններ էին կատարում։ Քանան շրջանը գտնվում էր Միջերկրական ծովի արևելյան հատվածում, Փոքր Ասիայի արևմտյան հատվածում, որտեղ մ.թ.ա. 2000 թվականներին բնակվում էին սեմիտական ազգերը՝ հրեաները, արաբները, լիբանանցիները։ Քանանում ապրող ժողովուրդներին հույները անվանում էին փյունիկեցիներ, ովքեր հույներին մ.թ.ա. 1000 թվականին փոխանցել էին իրենց տառերը։ Քանանի կամ Փյունիկիայի քաղաքակրթության ծաղկումը սկսվում է մ.թ.ա. 1200 թվականին։ Քանանցիները կամ փյունիկեցիները զարգացած էին նավաշինության հարցում, ովքեր այդ ժամանակներին համարվում էին ծովագնացության առաջատարները։ Նրանք ջրային առևտուր էին կազմակերպել հույների և եգիպտացիների հետ։ Հետագայում նրանց մի մասը ծովային ճանապարհորդությունների արդյունքում Հյուսիսային Աֆրիկայի կենտրոնական հատվածում մ.թ.ա. 814 թվականին հիմնադրում են Կարթագենի թագավորությունը։ Քանանում Ուգարիտը այդ ժամանակների կարևորագույն քաղաքներից մեկն էր, որտեղ գլխավոր աստվածը նաև համարվում էր Էլը, ով արարիչն էր և ասոցացվում էր երկնային ցուլի հետ։ Եգիպտոսի Աբիդոս քաղաքից գտնվել է սիմվոլիզմով հարուստ մի դանակ, որը թվագրվում է 5500 տարեկան, որտեղ պատկերված է Էլը երկու առյուծների մեջտեղում։ Նրա որդիները Բաալի ցիկլ էպոսում Բաալը և Յամը պատերազմում էին իրար դեմ։ Նրանց պատերազմի սկզբնապատճառը այն էր, որ Էլը իր գահը պետք է հանձներ ջրերի աստված բարեհոգի Յամին, ով ասոցացվում էր այծի հետ, քանի որ նա նույնականացվում էր շումերական Հայա Էնկի աստծո հետ, իսկ Հայա Էնկին նույնպես ասոցացվում էր այծի հետ, որի մասին մանրամասն կծանոթանաք երկրորդ տեսանյութում։ Էլը բարկացած էր ամպրոպի և կայծակի աստված կատաղած ցուլի՝ Բաալի վրա, քանի որ Բաալը միշտ անհամաձայն էր Էլի բոլոր որոշումների հետ և ցանկանում էր լինել գլխավոր աստվածը։ Բաալը նույնականացվում էր շումերական Էնլիլի և աքքադական Բել-Ադադի հետ։ Նրանց պատերազմը երկար շարունակվեց, բոլոր ճակատամարտերում հաղթում էր Յամը։
սակայն վերջին ճակատամարտում Բալին օգնում է Աստարտան, ով համարվում էր սիրո և պատերազմի աստվածուհին, Ինանան շումերական դիցաբանության մեջ, Իշտարը շումերաաքադական, իսկ Աստարտան հին սեմիտական։ Աստարտան Բալին տալիս է երկու կախարդական մահակներ, որոնցով նա հեշտությամբ սպանում է Յամին և բղավում «Հիմա ես եմ գլխավոր աստվածը»։ Նա հաղթանակի կապակցությամբ վերակառուցում է պատերազմից կիսաքանդված Յամի հսկա տաճարը և անվանափոխում է Բալբեք անունով, որպեսզի հավերժ նշի իր հաղթանակը, իսկ Էլը ստիպված ընդունում է Բալին։ Մեծամասամբ բոլոր էպոսներում աստվածները ունեն հայր և որդի բնութագիրը, բայց արդյոք իրականում այդպես է եղել։ Սակայն մեծամասամբ հիշատակությունների մեջ Բալը Դագոնի որդին է, բացառությամբ Բալիցիկլ էպոսի մեջ։ Կարելի է ենթադրել, որ Բալը Դագոնի իրավահաջորդն էր, ով երկնային ցուլի Էլի որդուն Յամին Աստարտայի օգնությամբ հաղթեց և իրեն կոչեց կատաղած ցուլ, ով հաղթեց երկնային ցուլին, այսինքն Էլին, այսինքն նյութական ցուլը հաղթեց հոգևոր ցուլին։ Բարբարոս ամորհացիների դիցաբանության մեջ գլխավոր աստվածը Դագոնն էր, երբ հետագայում նրան գրավելով շումերը ստեղծում են աքադական կայսրությունը, որտեղ Դագոնին հաջորդում է իր որդին Բալը, նույն ինքը Բել-Հադադը։ Դագոնը ասոցացվում էր հուրիների կումարբի աստծո հետ, որտեղ կումարբին բացասական կերպար էր համարվում։ Հուրիները, ովքեր բնակվում էին հյուսիսային Միջագետքում, նրանց դիցաբանության մեջ երկնային ցուլ Հալալուն արարիչ աստվածն էր, բայց նրա որդին Անուն գահընկեց արեց և Միջագետքում դարձավ գլխավոր աստվածը։ Էլը ենթադրաբար պետք է լիներ Անուն, բայց ոչ, այդպես չէ։ Էլը Հալալուն էր, ովքեր երկուսով կապվում էին երկնային ցուլի հետ։ Հուրիական Անուի եղբայրը Կումարբին, ով ասոցացվում էր Դագոնի հետ, չուրախացավ եղբոր հաջողությամբ, քանի որ ինքն էր ցանկանում լինել գլխավոր աստվածը։ Նա կուլ տվեց Անուի ֆալոսը և ստիպեց նրան փախնել Ուրուք քաղաք։ Անուն Կումարբիին ասաց. «Շատ մի երջանկացիր, քանի որ ես քեզ բեղմնավորեցի փոթորիկների և կայծակների հզոր աստվածով՝ Թեշուբով, ով քեզ գահընկեց կանի»։ Անուն ասաց և գնաց Ուրուք քաղաք և դարձավ երկնքի աստվածը։ Երբ Թեշուբը պետք է ծնվեր, ճակատագրի աստվածուհիները Կումարբիի գլուխը բացեցին և դուրս հանեցին նորածնին։ Կումարբին չընդունելով Անուի պտուղը, նա ցանկացավ ուտել Թեշուբին, բայց ճակատագրի աստվածուհիները խղճալով երեխային, նրա փոխարեն քար են տալիս։ Այս պատմությունը նույն Քրոնոսի և Զևսի պատմությունն է, որը հուրիներից է անցել հույներին, որի մասին կարող եք ծանոթանալ հույների տեսանյութում։ Կումարբին վախենալով, որ Թեշուբը կխլի իր գահը, նա ծնում է հսկա ծովի վիշապին և հրամայում է սպանել նրան։ Օգնության Հայա Էնկին է գալիս և փորձում է կանխել վտանգը։ Կումարբին կրկին փորձում է սպանել Թեշուբին և այս անգամ ծնում է քարե հսկա Ուլիկումիին։ Հայա Էնկին այս անգամ էլ է գալիս օգնության և մեծ դժվարությամբ հաղթում է հսկային։ Այդ պատերազմը բերեց մեծ ջրհեղեղ, որից հետո Թեշուբը դարձավ գլխավոր աստվածը։ Թեշուբը հուրիական դիցաբանության մեջ, ի տարբերություն Էնլիլի, Բել-Հադադի և Բալի, նա համարվում էր կայծակի դրական աստվածը, ով ուներ նույն գործառույթները, ինչ Վահագնը։ Երբ Անուն գահընկեց էր արել Հալալուին, Հալալուն գնացել էր Ուգարիթ և դարձել էր Էլ աստվածը։ Անվանումը նույնպես մեզ հուշում է միմյանց փոխկապակցվածությունը։ Հալալուն կրճատ արտասանվում է Հալ, Ալ կամ Էլ, իսկ երբ Յամին սպանում է Բալը, Էլը վերադառնում է իր հայրենիք, որտեղից որ սկսել էր մարդկանց գիտելիքներ փոխանցելու ուղին։ Նա վերադառնում է Վան և մարդկանց կողմից անվանվում Հալդի կամ Ալդի արարիչ աստվածը։ Վանում հենց մարդիկ անվանվեցին հալդիներ, հետո նրանց միացան հուրիները, հատերը, հեթերը, լուվիացիները, արցախցիները, արամեացիները և արմենները, որոնք միասին հիմնադրեցին Ուրարտական կամ Վանի թագավորությունը։ Ուրարտացիների և այլ ազգերի ձևավորման մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հույների տեսանյութում։ Էլը նաև համարվում է էլլինների, հույների նախնիների նախահայրը, որոնց արևի աստվածը Էլիոսն էր կամ Հելիոսը։ Հիմա բացահայտենք Հալդիի անվանումը,
Ուրարտացիները անվանում էին Ալդի, իսկ ասորիները Հալդի։ Կովկասյան բառարմատ հալը նշանակում է երկինք, իսկ դին նշանակում է աստված։ Հայերենում ալը նշանակում է վառ կարմիր, կրակ կամ բոց։ Ալդին նաև կարող էր համարվել արևի աստվածը, ինչպես Էլիոսը, որոնց ալ և էլ բառերը նման են, ինչպես նաև ուգարիթյան էլ աստվածը։ Հալդին նաև արտասանվում է հաղթի, որը նշանակում է հսկա, վիթխարի, հաղթանակ և ներկայացնում է ռազմի աստծո հատկանիշները։ Հաղթ բառի հսկա նշանակությունը ասոցացվում է Հայա Էնկիի հետ, քանի որ Մուլապին աստղագիտական քարտեզի վրա Հայա Էնկին անվանվում է Գուլա, որը նշանակում է հսկա։ Ստացվեց, որ Հալդին Հայա Էնկի և Վահագնի միացությունն է։ Թագավոր Ռուսա II-ը Հալդիի պատվին Վանա լճի հյուսիսային հատվածում կառուցել է բերդ, որը հիմա կոչվում է Կևկալեսի։ Այնտեղից գտնվել է խորանարդի նման բազալտից պատրաստված քարե կտոր, որը հագեցած է սիմվոլիզմով և նման է շումերական պատկերներին։ Խորանարդի աջ և ձախ կողմերում պատկերված է Հալդի աստվածը, կանգնած առյուծի վրա։ Այն դեռ հնուց ներկայացնում է մուտք դեպի առյուծի դարաշրջան։ Հալդիների մեջտեղում և ներքևի երկու անկյուններում ցորենի հասկն է, այսինքն կենաց ծառը, որտեղ Հալդիի ձեռքում տեսնում ենք փոքր հասկերը, իսկ մյուս ձեռքում տարա, որի մեջ հավանաբար գինի է լցրած։ Նկարում մեզ բոլորիս հայտնի արտահայտությունն է՝ հացն ու գինին, տեր-կենդանին։ Իսկ տեր-կենդանին Հայա Էնկին է, ով ասոցացվում է բարեկենդանի հետ, որի մասին կարող եք ծանոթանալ 4-րդ և 2-րդ տեսանյութերում։ Ամենուր պատկերված են արարչական տհաձև տառերը, որոնք ներկայացնում են երկնային դարպասները, որը ներկայացված է 3-րդ տեսանյութում։ Հալդիի գլխավերևում տեսնում ենք կյանքի ծաղիկների գիծը և դրա վերևում 3 բուրգեր, որոնց թիվը ներկայացնում է արարչական երրորդությունը, ոգին, գիտակցությունը և մարմինը։ 3 արդեն կանգնեցված բուրգերը, Օրիոնի գոտու 3 աստղերը։ Ամենավերևում պատկերված են 2 անգղեր, որոնց մեջտեղում տեսնում ենք ծաղկած խաչ։ Եթե վերհիշենք անգղի համաստեղությունը, ապա այն նման է խաչի, իսկ ծաղկած խաչը հավանաբար ներկայացնում է մարդկանց վերածնունդը ջրհեղեղից հետո։ Եթե ձեզ մոտ հարցեր առաջացան կյանքի ծաղիկի հետ կապված, ապա կարող եք տեղեկանալ մասոնականության տեսանյութում։ Վանա լճի արևելյան հատվածում կա ևս Այանիս անունով ամրոց, որը նույնպես մ.թ.ա. 645 թվականին կառուցվել է Ռուսա II-ի կողմից։ Այն գտնվում էր Վանա լճից 250 մետր բարձրության վրա։ Բլրի երկարությունը 400 մետր է, իսկ լայնությունը 150 մետր։ Ամրոցի պատերը բաղկացած են անդեզիտ քարերից, որոնք շատ հավասար կտրված և դասավորված են իրար վրա։ Ամրոցի ներսի սրահներում կան նույն ծաղկած խաչերից և անգղակերպ մարդկանցից։ Վերհիշենք Հալդյան դարպասը կամ մհերի դուռը, որը ստեղծվել էր ուրարտացիների կողմից։ Մհերի դռան վրա պատկերված են 79 աստվածները։ Հալդիի գլխավորությամբ արարչական երրորդության աստվածներն էին Թեշեյբան, ով ասոցացվում էր հուրիների կայծակի և ամպրոպի աստծո Թեշուբի հետ։ Նա նույնպես ուներ եռաժանի, ինչպես Հալդին, որը նշանակում էր արդար դատավոր։ Թեյշեյբա անունը նաև արտասանվում է Տեյսեյբա, որի տես վանկը բացատրվում է որպես տեսուչ և ունի դատավոր իմաստը, իսկ բա վանկի հոմանիշը նշանակում է արդար։ Տեյսեբան արդար դատավոր աստվածն էր, ով իր եռաժանիով, ամպերը գոռգոռացնելով, մարդկանց սթափեցնում է և ետ էր պահում բացասական արարքներից։ Շիվինի կամ Արդինիս աստվածը ասոցացվում էր արևի հետ։ Շիվինի անունը նաև արտասանվում է Սյուինի, որը նման է սյուն, սյունիք բառին։ Վերհիշենք, որ 2-րդ տեսանյութում ներկայացված է սյունիք բառի ծագումնաբանությունը, որը եկել է Սիսի և Մասիսի գաղափարից, որոնք համարվում են երկու սյուներ, որտեղից Սյուինի արևի աստվածը ծագում էր։ Իսկ Արդինիս բառը բաժանենք վանկերի. Արը արևն է, Դին աստվածը, իսկ Նիսը շունչը, որը նշանակում է արևի աստծո շունչը։ Վանի թագավոր Սարդուրի II-ը կառուցել է բերդ, որը կոչվում է Հայկի անունով՝ Հայկաբերդ։
Պատմությունը վկայում է, որ հենց այդ տարածքում է Հայկը սպանել Բել-Հադադին, այսինքն բացասական Ցուլին։ Բել-Հադադը նույն ինքը Բաալն է, Ցուլի համաստեղությունը, իսկ Հայկը Օրիոն համաստեղությունն է, Հայրի նախահայրը, հայկազունիների տոհմի հիմնադիրը, ով Հայա Էնկիի որդին է, ինչպես Դումուզին։ Նա նույնպես Հալդիի հետ միասին վերադարձավ իր հայրենիք։ Այս ամենը հիմա դիտարկենք բացառապես Օրիոն և Ցուլ համաստեղությունների տեսանկյունից, որտեղ երկնքում տեսնում ենք Օրիոն և Ցուլ համաստեղությունների մենամարտը, երբ Օրիոնը սպանում է Ցուլին, որը հենց ներկայացնում է Ցուլի զոհաբերությունը։ Առաջին հայացքից զոհաբերությունը թվում է բացասական, սակայն այն ժամանակներում դա խորհրդանշում էր մարդկանց փրկությունը այն տրամաբանությամբ, որ սպանված Ցուլի էներգիաները երկնքից փոխանցվում են մարդկանց, ինչպես նաև համարվում էր Ցուլի դարաշրջանի ավարտը։ Հիմա եկեք ամփոփենք միջագետքյան ազգերի դիցաբանությունը, կարծես բոլորը իրար հետ շղթայակապված է։ Մի բան է պարզ դառնում, որ դրականը եկավ Արատայից և կրկին վերադարձավ Արատա, անվանափոխված Վանի թագավորություն։ Վանի թագավորությունը մոտ 3000 տարեկան է, սակայն աշխարհի ամենահին բաբելոնական քարտեզը Իմագո Մունդին, որը կրկին համարվում է մոտ 3000 տարեկան, ցույց է տալիս հակառակը։ Քարտեզում պատկերված է Բաբելոնի, Վանի, Էլամի և Խաբանի 4 թագավորությունները։ Բոլոր թագավորությունները համապատասխանում են թվագրության հետ, բացի Խաբանից։ Խաբանի թագավորությունը հիմնադրվել էր կասիտների կողմից, ովքեր 4000 տարի առաջ եկել էին Զագրոսի հյուսիսային լեռներից։ Նրանց թագավորությունը փլուզվում է 3500 տարի առաջ։ Սա մտածելու տեղիք է տալիս, որ Վանի թագավորությունը եղել է 4000-ից 3500 տարեկան կամ ավելի մեծ։ Գառնու տարածքում պեղվել է 4000 տարեկան վիշապաքար, որի վրա գրված են Արգիշտի առաջինի սեպագիր արձանագրությունը։ Սա ենթադրում է, որ այդ վիշապաքարը ստեղծվել է Վանի թագավորության կողմից։ Կա մի շատ հետաքրքիր վիշապաքար, որի վրա պատկերված է այծի ժայռապատկերը։ Վերհիշենք, որ ժայռապատկերների դարաշրջանը ավարտվել է 11000 տարի առաջ։ Դա նշանակում է, որ վիշապաքարը 11000 տարեկանից ավել է, կամ նշանակում է, որ ժայռապատկերի քարը ձևափոխել են և պատրաստել են վիշապաքար։ Սա դեռ մնում է հարցական։ Շատ հնարավոր է ուրարտացիները շարունակել են վիշապաքարերի մշակույթը կամ հենց իրենք են ստեղծել։ Վիշապաքարերի մասին կարող եք ծանոթանալ 3-րդ տեսանյութում։ Ավելի ուշ Երվանդունիների թագավորության ժամանակ Կոմագենեի թագավոր Անտիոքոս I-ը Նեմրութ լեռան գագաթին մ.թ.ա. 69-ից 34 թվականների հատվածում կառուցում է դամբարանաբլուր սրբավայր, որտեղ տեսնում ենք 4 աստվածների արձանները։ Արամազդը համաշխարհային արևն էր, երկնքի և երկրի արևն էր։ Ար բառը արևն է, իսկ մազդը նշանակում է գանձակ, ենթափոր կամ պոր, որը բացատրվում է արևի սկիզբը, կամ արևը ստեղծեց կյանքը։ Միհրը արևի լույսի, ճառագայթների աստվածն է, ով նաև ասոցացվում է Սասնա Ծռեր էպոսի մհերի հետ։ Վահագնը արևածագի, ամպրոպի և պատերազմի աստվածն է, ով սպանում է վիշապին։ Անահիտը պտղաբերության և ծննդաբերության աստվածուհին է։ Նեմրութում կա նաև արքա Անտիոքոսի արձանը։ Անտիոքոսը նաև պատկերված է Միհրի հետ միասին, որտեղ Միհրը արևի լույսը փոխանցում է նրան։ Սրբավայրի տարածքում նաև կա գիտության, Տիր Աստծո արձանը, ով նույնպես համարվում էր գլխավոր աստվածներից մեկը, ինչպես նաև առյուծի և անգղի արձանները։ Առյուծը խորհրդանշում է առյուծի համաստեղությունը, իսկ անգղը խորհրդանշում է անգղի համաստեղությունը։ Սրբավայրում կա նաև քարե կտոր, որտեղ պատկերված է առյուծի համաստեղության աստղերը։ Այսքանով եզրափակենք այսօրվա տեսանյութը։ Շարունակությանը սպասեք հաջորդ տեսանյութում, որտեղ կխոսենք Աստվածաշնչի իրականության մասին։ Շատ ցանկալի է տեսնել նախորդ տեսանյութը և հաջորդ տեսանյութը, որը մյուս ամիս կտեղադրվի YouTube-յան ալիքում։ Այս տեսանյութերի շարքը հարկավոր է դիտել հերթականությամբ, որպեսզի ձեզ մոտ ձևավորվի ամբողջական պատկերը։ Շատ շնորհակալություն, որ դիտում եք տեսանյութերը։ Կհանդիպենք հաջորդ ամիս։